Դուք երևի թե չեք լսել Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ եւ ճգնազգյաց վկա Սուրբ Մերկուրիոսի մասին։ Նա ոչ միայն դեմ գնաց բոլոր մոլորություններին, ոչ միայն հրաժարվեց զոհ մատուցել կուռքերին եւ նզովեց կուռքերին, այլ նաեւ անգամ իր նահատակությունից հետո Աստծո նախախնամությամբ վերացրեց քրիստոնյաների ամենազորեղ թշնամուն։ Կարճ պատմենք այդ ամենի մասին։ Հռոմում Դեկոսի եւ Վաղերիանոսի թագավորելու ժամանակներում հասարակությանը հրամայեցին զոհեր մատուցել եւ տոնախմբել չաստվածների համար։ Սրանք մի հրաման արձակեցին, որի համաձայն թե ծերերը, թե երիտասարդները, թե տղամարդիկ, թե կանայք, թե երեխաներն անգամ, զինվորները եւ բոլորը պարտավոր էին զոհ մատուցել կուռքերին, այսինքն դևերին։ Սրանք իրենց հաղթանակները վերագրում էին հենց կուռքերին, մտածում էին, որ իրենց չաստվածներն են իրենց հաղթանակ պարգևել եւ այնինչ ունեն իրենց իշխանությունը, հարստությունը, հենց այդ չաստվածներից է։ Իսկ եթե որևէ մեկը կամենար արհամարել իրենց կողմից այդ ստորագրված հրամանը, ապա հրամայում էին, որ այդպիսիներին կապանքներով բանտարկեն եւ զանազան չարչարանքներով պատժեն ու չարչարեն։ Այնպես ստացվեց, որ այդ ժամանակներում պատերազմ սկսվեց։ Դեկոսը մեկնեց պատերազմի, իսկ Վաղերիանոսը պարծենում էր Հռոմում։ Պատերազմում էր նաեւ երանելի եւ քաջ Մերկուրիոսը։ Եվ երբ պատերազմի ժամանակ բարբարոսները հարձակվում էին, Մերկուրիոսին մի հրեշտակ երևաց եւ ասաց. Մերկուրիոս, մի երկնչիր եւ մի երկյուղիր, որովհետեւ առաքվեցի քեզ օգնելու եւ իբրև հաղթող քեզի ցույց դնելու համար։ Ընդունիր այս սուրը եւ մտիր կռվի մեջ ընդդեմ բարբարոսների։ Եվ երբ հաղթես, չմոռանաս քո Տեր Աստծուն։ Այսպիսով հրեշտակը նրան ցույց տվեց, որ ամեն մի հաղթանակ, ամեն մի զորություն Աստծուց է։ Այսպիսով հրեշտակը նրան կարծես թե ցույց տվեց, որ նա պիտի լինի Աստծո քաջ մարտիկը եւ հետագայում էլ վերացնի քրիստոնյաների ամենավոխերիմ թշնամուն Հուլիանոս Ուրացողին։ Սակայն նա ապշած մտածում էր, թե դա իշխաններից մեկն է։ Ընդունելով սուրը ամրապնդվեց եւ հարձակվեց բարբարոսների վրա եւ դրանով հարվածելով սպանեց բարբարոսների ցեղապետին եւ շատ ուրիշներին էլ կոտորեց, այնքան որ խիստ հոգնեց նրա բազուկը եւ արյունից սուրը ձեռքին կպավ։ Այդպես փախան բարբարոսները, երբ հարվածներ ստացան հռոմեացիներից։ Այնժամ Դեկոսը իմացավ քաջի կռվի մասին եւ իր մոտ կանչելով նրան ստրատելության աստիճան շնորհեց եւ զորքի ղեկավար կարգեց։ Դեկոսը կարծում էր, թե դա աստվածների նախախնամությունն է եղել։ Սակայն մի գիշեր, երբ Մերկուրիոսը ննջում էր, առաջին անգամվա պես նրան մոտեցավ տիրոջ հրեշտակը եւ կողին հպվելով արթնացրեց նրան։ Մերկուրիոսը իհարկե երկյուղեց եւ զարմացավ, թե ով է նա։ Իսկ հրեշտակը ասաց. Մերկուրիոս, հիշիր ինչ ասվեց քեզ զորահավաքի ժամանակ։ Չմոռանաս քո Տեր Աստծուն։ Քո պարտքն է նրա համար հավատքով ճգնել եւ բոլոր սրբերի հետ հաղթության պսակ ընդունել փառավոր արքայության մեջ։ Այսպես ասելով հրեշտակը հեռացավ։ Իսկ նա ուշքի գալով եւ հիշելով գոհացավ Աստծուց, որովհետեւ իր նախնիներից, հորից ու պապից սովորել էր քրիստոնեական հավատքը։ Եվ նրա հայր Գորդիանոսը, որ առաջին ատենադպիրն էր նույն գնդի, բազում անգամ ասել էր. Երանի նրան, որ զինվորագրվում է երկնային թագավորին, որովհետև նրան կպարգևվի երկնքի արքայությունը, որովհետև թագավորն այն խոսքով ստեղծեց բոլոր արարածներին, եւ նա է գալու ողջերին ու մեռածներին դատելու եւ յուրաքանչյուրին հատուցելու ըստ իր գործերի։ Այսպես սիրելիներ, Մերկուրիոսը հիշելով իր հոր խոսքերը եւ իր տեսած տեսիլը, Սուրբ հոգուց բեր կրեց, սկսեց արտասվել, խոստովանել եւ այսպես ասել. Վայ ինձ մեղավորիս, որ ծառի բարի արմատի շարավիղ լինելով չորացա, որովհետև չունեի Աստծո գիտության պտուղը։ Այդ պահին եկան նրա հետևից եւ ասացին, որ թագավորը կանչում է։ Երբ նա եկավ եւ
Ժողովարանն էլ լցվեց, թագավորը ասաց նրանց. «Ամենքս գնանք Արտեմիդայի տաճարը եւ զոհ մատուցենք բոլոր աստվածներին»։ Ապա հավաքվեցին թագավորի մոտ։ Մերկուրիոսը նույնպես կանչվելով գնաց թագավորի մոտ հրապարակ։ Սակայն մեծամեծներից մեկը թագավորի մոտ չարախոսում էր Սուրբ Մերկուրիոսին։ Այսպես էր ասում. «Ով մեծ թագավոր, որ քաջ եւ հաղթող ընտրվեցիր աստվածների կողմից եւ թագավորությունդ խաղաղությամբ պահեցիր, նա որ ձերդ ինքնակալ իշխանությունից պատվեց եւ փառավորվեց, չի ենթարկվել ձեր աստվածային հրամանին, չի եկել մեծ աստված Արտեմիդայի տաճարը եւ զոհ չի մատուցել ձեր տերության համար»։ Թագավորը զայրացած հարցրեց, թե ով է դա, իսկ նրանք պատասխանեցին, որ Մերկուրիոսն է, որին տարբեր պատիվներով պայծառացրել եւ բարձրացրել է ինքը թագավորը։ Դեկոսն ասաց. «Թերևս մարդու հանդեպ նախանձով բռնված այսպիսի բաներ բարբառեցիր, բայց չեմ լսի քեզ, մինչև ինքս չիմանամ ճշմարտությունը, որովհետև ավելի հավատում եմ աչքերիս, քան ականջներիս։ Լռիր, արդյոք չարություն չունես նրա դեմ։ Եվ եթե ինչ-որ չարամտությամբ շարժվելով ես այսպիսի բաներ խոսել, մեծ պատիժ կստանաս, իսկ եթե քո ասածը ճշմարիտ է, ուրեմն պարգևներ կստանաս»։ Եվ այսպես Մերկուրիոսին հրամայեց գալ իր մոտ։ Երբ նա եկավ, թագավորն ասաց, որ Մերկուրիոսը պարտավոր է զոհ մատուցել։ Սակայն Տեր Հիսուս Քրիստոսի հզոր եւ քաջ զինվորը առաքյալների խոսքի նմանությամբ իր գործերով եւ ցանկություններով ի բաց մերկացավ հին մարդուց եւ Աստծուց ստացած մկրտությամբ հագավ նորը եւ վստահանալով ի Քրիստոս բարձր ձայնով ասաց նրան. «Քո այս պատիվը ինձնից հետ վերցրու, որովհետև ես Աստծու պարտադրանքով այստեղ եկա եւ հաղթեցի սատանային, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհիվ հաղթեցի բարբարոսներին։ Քո բոլոր պատիվները, որ տվել ես ինձ, ետ ընդունիր, որովհետև մերկ ելա իմ մոր որովայնից եւ դարձյալ մերկ գնալու եմ այն աշխարհը»։ Եվ հանելով խամիտը եւ քանդելով գոտին, թագավորի ոտքերի առջև նետեց, աղաղակելով եւ ասելով. «Ես քրիստոնյա եմ եւ ամենքդ լսեցեք, որ քրիստոնյա եմ»։ Այնժամ Դեկոսը բարկացավ ու միևնույն ժամանակ նաեւ զարմացավ նրա համարձակությունից, հիացավ նրա վայելչությամբ եւ հասակով։ Հրամայեց նրան բանտ նետել ասելով. «Այս մարդը չգիտակցեց պատիվը, գոնե անպատվությունը թող զգա»։ Այդ գիշեր նրա մոտ ուղարկվեց Աստծո հրեշտակը եւ ասաց. «Քաջալերվիր, Մերկուրիոս, մի վախենա, հավատա Քրիստոսին, որին Տեր խոստովանեցիր, որովհետև կարող է քեզ փրկել բոլոր նեղություններից»։ Եվ Քրիստոսի սուրբ վկան հրեշտակի տեսիլքով առավել զորացավ։ Իհարկե թագավորը հրամայեց տանջել նրան։ Շատ տանջեցին Աստծո սուրբ վկային։ Երբ նրան սպառնում էին չարչարանքներով, նա Տեր Հիսուս Քրիստոսով ամրացած այսպես ասաց. «Մի հապաղիր եւ մի ուշացրու, այլ արա քո ուզածը։ Ես վերցրել եմ հավատի սպառազինությունը եւ վահանն Աստծու, որով կհաղթեմ ինձ հակառակ շարժվող բոլոր ուժերին»։ Այնժամ թագավորը սրտմտելով եւ բարկանալով ասաց. «Որովհետև ասացիր, որ զենք եւ ասպար ունես, կհրամայեմ քեզ մերկացնելով չորս սյուների մեջտեղում բարձրացրած կապել»։ Եվ տանջանքն ի կատար ածեցին։ Թագավորը նրան ասաց. «Երդվիր աստվածներին, այլապես խիստ կձգենք կապերդ»։ Իսկ Սուրբ Մերկուրիոսը երկինք նայելով ասաց. «Տեր Հիսուս Քրիստոս, օգնիր ինձ քո ծառային»։ Եվ թագավորը հրամայեց սուր դանակով կտրել եւ կտրատել նրա մարմինը եւ դրանից հետո էլ կրակի վրա պահել։ Արյան առատ հոսումից հուրը մարում էր եւ սուրբը ժուշկալությամբ դիմանում էր այդպիսի տանջանքներին։ Որքան էլ տանջեցին նրան, իհարկե սուրբը չուրացավ։ Իսկ այդ գիշեր հրեշտակը հայտնվեց նրան եւ բուժեց նրա բոլոր վերքերը։ Այս ամենը տեսնելուց հետո թագավորը խիստ զայրացավ եւ հարցրեց նրան, թե ով է բժշկել իրեն։ Իսկ Մերկուրիոսը այսպես ասաց. «Իմ Տեր Հիսուս Քրիստոսը, որ ճշմարիտ բժիշկն է հոգիների եւ մարմինների»։ Թագավորը նորից սպառնում էր նրան չարչարանքներով,
Սակայն Աստծո Սուրբը նրան պատասխանեց. Ով չար թագավոր, լսիր թե ինչ է գրված։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասում է. մի երկնչեք մարմինը սպանողներից եւ հոգին սպանել չկարողացողներից, այլ երկնչեք ասում է հատկապես նրանից, ով կարող է ձեր մահից հետո հոգին եւ մարմինը կորստյան մատնել գեհենում։ Նա է, որ մահվանից հետո դարձյալ հարություն կտա ինձ իրահեղ եւ արդար դատաստանով։ Իհարկե թագավորը այս ամենը լսելուց հետո ավելի զայրացավ։ Թագավորը հրամայեց, որպեսզի շիկացած շամփուրները բերեն եւ դնեն նրա մարմնի վրա։ Ամբողջ մերձակայքում անուշաբույր գոլորշի տարածվեց սրբի մարմնից։ Կարծես թե պիտի ինչ-որ անտանելի հոտ կար, բայց բոլորը զարմանում էին, որ հրաշափարս քանչելիք էր տեղի ունենում։ Խնկի բույրի նման բույր էր տարածվել ամբողջ մերձակայքում։ Թագավորը տեսնելով, որ սա էլ չի օգնում, հրամայեց, որպեսզի գլխի վայր կախեն եւ պարանոցին մեծ քար ամրացնեն։ Սա էլ չօգնեց։ Թագավորը զայրանալով հրամայեց նրան գանահարել պղնձյա ձողերով, այնքան մինչև արյունը գետին հոսեց։ Բազում տանջանքներով չարչարեցին նրան, բայց Սուրբը մնաց անսասան։ Հետո հրամայեցին նրան տանել Կեսարիա քաղաք։ Եվ սրբին հայտնվելով Տերը ասաց. Մերկուրիոս, արի արդեն ինձ մոտ, որովհետև ընթացքը կատարեցիր, հավատը պահեցիր, այժմ ընդունիր քո ճգնության պսակը, քանի որ քեզ այստեղ է տրված վախճանվել։ Եվ զորությունների Տիրոջ վկան ցնծում էր Սուրբ Հոգու շնորհով Տիրոջ հրամանի մասին իրեն երևացած տեսիլքով։ Այն ժամ Սուրբն ասաց իր մոտ եղած զինվորներին. Եկեք եղբայրներ, կատարեցեք ձեզ հրամայվածը, իսկ Տերն իմ, որ ամեն մարդու կամենում է կեցուցանել, իր շնորհներին արժանի կանի եւ ձեզ բաժին կտա իր արդարների հետ։ Իսկ նրանք վերցնելով քաղաքից դուրս հանեցին նրան, եւ նա գոհանում ու օրհնում էր Աստծուն։ Եվ երանելին պարզեց պարանոցը եւ հատեցին գլուխը։ Վկայեց մեր Փրկիչ Աստծուն նոյեմբեր ամսի 25-ին, եւ հրաշափառագույն սքանչելիքներ եղան, որ արժան է իհարկե հիշատակել։ Նրա վախճանից հետո Մարտիրոսի մարմինը ձյան պես սպիտակեց եւ սկսեց յուղերի ու խունկերի անուշահոտություն բուրել։ Այս նշանների շնորհիվ շատերը դարձան քրիստոնյա։ Սրբին դրեցին հենց այն վայրում, որտեղ որ մարտիրոսվեց, եւ բազում բժշկություններ էին լինում իբարս ամենասուրբ երրորդության։ Սակայն Սուրբ Մերկուրիոսը անգամ իր նահատակությունից հետո օգնում էր քրիստոնյաներին։ Այժմ լսեք, թե ինչ տեղի ունեցավ։ Հուլիանոս ուրացողը իշխում էր 4-րդ դարում։ Կայսեր դառնալով նա հրաժարվեց քրիստոնեական հավատքից եւ հենց դրա համար ուրացող է կոչվում։ Ամենավոխերին, ամենախորամանկ թշնամին եղավ քրիստոնյաների։ Եթե ուրիշները ուղակի սպանելով քրիստոնյաներին ավելի զորացնում են եկեղեցին, սա ավելի խորամանկ եղավ։ Բոլոր հերձվածողներին աքսորից բերեց եւ պառակտում էր ուզում մտցնել եկեղեցու մեջ։ Այնպիսի բաներ էր անում, որ եկեղեցին պառակտվի, որպեսզի խաղաղությունը վերանա եկեղեցուց, որպեսզի քրիստոնյաները իրար դեմ ելնեն եւ հենց իրար մեջ իրար ոչնչացնեն։ Նա սպանվեց պարսկական պատերազմի ժամանակ, բայց ինչպես։ Ամենակարևորը սա է, թե ինչպես մեռավ այս նենք մարդը։ Երբ արդեն Հուլիանոսը շատ նեղություններ էր պատճառել քրիստոնյաներին եւ թվում էր, թե կարող է անգամ եկեղեցին ոչնչացնել, այդ ժամանակ Սուրբ Բարսեղը աղոթում էր մեր Տիրամորը եւ խնդրում, որպեսզի միջամտի եւ օգնի քրիստոնյաներին։ Սուրբ Բարսեղը աղոթում էր, որպեսզի մեծ հալածողը եւ ճշմարիտ քրիստոնյաներին ջարդողը չվերադառնա Պարսից պատերազմից քրիստոնեական հավատքը ոչնչացնելու համար։ Հանկարծ մի պահ Սուրբ Աստվածամոր պատկերի դիմաց կախված Սուրբ Մերկուրիոսի պատկերը մի ժամանակ անտեսանելի դարձավ, ապա հայտնվեց արյունոտ սրով։ Հենց այդ ժամանակ Հուլիանոս ուրացողը պատերազմում մահացու վերք ստացավ Աստծո վկա Սուրբ Մերկուրիոսի կողմից։
Մեր ամենասուրբ տիրամոր կարգադրությամբ Սուրբ Մերկուրիոսը իր նիզակով խոցեց քրիստոնյաների թշնամի Հուլիանոս Ուրացողին։ Իսկ նենք Հուլիանոսը իր մեռնելուց առաջ երկինք նայելով աղաղակեց ասելով. «Դու հաղթեցիր Գալիլեացի», եւ այսպես ատելությամբ լցված մահացավ։ Այդ հրաշքը դարձավ ակնհայտ, քանի որ Սուրբ Բարսեղ մեծի աղոթքների շնորհիվ Սրբուհի Աստվածամայրն ինքն ուղարկեց Աստծո սիրելի Սուրբ Մերկուրիոսին, որպեսզի ոչնչացնի եկեղեցու նենգավոր թշնամուն։ Այսպես Աստվածամոր միջնորդությամբ Սուրբ Մերկուրիոսը պաշտպանեց ուղղափառ քրիստոնյաներին եւ թույլ չտվեց, որպեսզի վնասեն եկեղեցուն։ Այսօր էլ մենք պիտի աղոթենք Սուրբ Մերկուրիոսին եւ մեր Տիրամորը, որպեսզի հեռացնի բոլոր պառակտիչներին, ով Աստծո ընտրյալ Սուրբ Մերկուրիոս։ Չնայած որ մենք Սուրբ Բարսեղի սրբությունը չունենք, չնայած որ անարժան ենք եւ անարգ, սակայն խնդրում ենք քեզ, որ այժմ էլ հանուն Աստծո փառքի պաշտպանես եկեղեցին, ինչպես որ Հուլիանոս Ուրացողից պաշտպանեցիր եկեղեցին, այժմ էլ աղաչում եւ խնդրում ենք քեզ, պաշտպանիր եկեղեցին բոլոր պառակտիչներից, աղանդներից եւ հերձվածողներից, իբարս ամենասուրբ երրորդության, փառք ամենասուրբ երրորդությանը, փառքորը Որդուն եւ Սուրբ Հոգուն։